Կոալիցիոն գործընկերոջ հետ Երևանի կառավարումը տապալելու։ Նշած հարցին կարող եմ չպատասխանել, որովհետև դուք ինչ-որ եզրը արդեն որպես փաստ բան եք իրողություն եք նշում, որը որ այդպես չէ։ Կոնկրետ դեպքեր ասեք, պատուհանից որ նայեք, տեսնեք, թե վերջին փոփոխությունը ինչի է հանգեցրել երթևեկության վերաբերյալ։ Ուրեմն տեսեք, նախ եւ առաջ աշխարհի բոլոր քաղաքներում չկա որևէ քաղաք, որ սկզբունքը հետևյալը չլինի, որ հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն։ Եվ այո, հանրային տրանսպորտի համար պետք է առանձնացված լինեն գծեր, որպեսզի հանրությունը, ովքեր օգտվում են տրանսպորտից, իրենք ավելի արագ հասնեն, քան մեքենաներով մարդիկ, այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում եւ ամբողջ տրանսպորտի բարեփոխումների տրամաբանության մեջ դա շատ նորմալ է, երբ որ ավտոբուսների համար առանձնացված գիծ լինի եւ այլ մեքենաների համար, որ եւ օրինակ նոր ես այստեղ գալուց ներողություն ֆիքսեցի, թե ինչպես է ավտոբուսի համար նախատեսված գծով, ավտոբուսը չի երթևեկում, այլ գնում այն գծով, որը նախատեսված է մարդատար մյուս մեքենաների համար, բայց եւ այն գիծը, որը հենց որտեղ եք տեսել, պետք է վիդեոն ցույց տամ։ Ես ցույց տվեք, մենք ուսումնասիրում չէ, նաեւ սա պետք է տալ համապատասխան վարչություններին։ Որի համար հանրային տրանսպորտը պիտի երկրորդ գծից Ավտոբուսի բանը համարները հիմա մենք չենք ուզում ավտոբուսի շատ է, մենակ ես մեկը Դե բայց եթե հարց եք բարձրաձայնում, կարող է հենց այդ ավտոբուսի վարորդի մեղքովական մեկ այլ ուրիշ բան։ Շատ է, որ բոլոր լրագրողները ֆիքսել են, նշանակում է, որ տարբեր ավտոբուսների, այսինքն ամբողջ ավտոբուսային համակարգը։ Տեսեք, մենք նաև եթե նկատել եք, երեք էր կարծեմ, մենք հայտարարություն ենք արել, որ այսինքն մենք որոշակի վերանայումներ պետք է անենք, հաշվի առնելով ստեղծված, խնդիրները, որ օրինակ խցանումները շատ է լինում, որոշ վերանայումներ կանենք, բայց իմ եւ մեր համոզմունքն է, որ պետք է հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը լինեն, դա նաև շատ հեռու պետք չի գնալ մեր հարևան Թբիլիսի օրինակով։ Մի տրամաբանական հարց փողոցները բավականին լայն են, վստահ եմ։ Մի տրամաբանական հարց, պարոն Փամբուչյան, բարեփոխումը փոփոխությունը նրան պետք է միտված լինի, որ դեպի լավը գնա։ Հիմա եթե եղածից ավելի վատ է, դրա ի՞նչն է բարեփոխում, ինչու եք այդպես անում։ Գուցե վերադառնաք նորից հինի։ Ես նոր նշեցի, Եթե հիմա արձակուրդների շրջանում այսպես պատկերացնենք սեպտեմբերից Դե այդ ամբողջը հաշվի առնելով նշեցի, դրա համար նշեցի, այս ամբողջը հաշվի առնելով հիմա մենք առանձնացրեցինք այս ծրագրի, այսինքն կատարած հետազոտությունների, բայց կհետևենք թե ինչ տեղի կունենա եւ որոշ վերանայումներ իհարկե կլինեն։ Պարոն Փամբուխչյան, Շենգավիթի